Փառք Հիսուսին, Ժորժան, գոհանում ենք Տիրոջից։ Պողոս առաքյալը երկրորդ Կորինթացիներին սենց բան ասում։ Երկրորդ Կորինթացիներից 4:16-ից ասում է. այս պատճառով չենք վհատիր, թեպետ այս մեր, այսինքն քրիստոնյան պատճառ ունի չվհատվելու, որն է դա։ Մի հատ լուրջ պատճառ կա։ Հա, բայց ստեղ պրոցես է ներկայացնում Պողոսը, ու յուրաքանչյուր քրիստոնյա այս պրոցեսի միջով պիտի անցնի։ Այո, Աստված սեր է, բայց Տերը պիտի ինձ դնի այնց իրավիճակների մեջ, որ ես այդ սերը ճաշակեմ։ Աստված փրկիչ է, Աստված պետք է այնպես բաներ թույլ տա իմ կյանքում, որ ես այդ իր բնության բաները, դրսևորումները իմ կյանքում երևա, ես պիտի անցնեմ դրա միջով, հակառակ դեպքում չի լինի։ Ոստեղ էլի մի հատ պրոցես է ներկայացնում Պողոս առաքյալը, ասում է, ինչի չենք վհատվում, ոչ թե որ դոլարի կուրսը իջնում է, եվրոն բարձրանում է, տուն ուտելու բան չկա, հոսանքը անջատելու են, երեխեքը հեսա դուրս են մնում եւ այլ։ Տեսեք, դա պրոցես կա ժողովուրդ։ Ու պրոցեսը երկնային պրոցեսների մասին ասում, որը կատարվում է միայն հավատացյալի կյանքում ու միայն երկրի վրա։ Չվհատվելու պատճառ կա։ Այս պատճառով չենք վհատիր, թեպետ ինքն է գրում այս իր մասին, գիտեք, փողոցներն էր քնում, ծեծ ու ջարդեր ուտում, բժշկում էր, բժշկելուց հետո հանեցին քաղաքից դուրս, հրյաները քննադատությամբ եկան, ոչ մի բան չարին, հակադարձ հրաշք չարեցին, որ իրանց առաջ տանեն, արած հրաշքը, պրիտոմ իրանց մեջ հրաշքը, ոչ թե իրանց հետ են կաղ բերել, ոնց որ այսօր մոդա է արևմուտքում անում են, եկան, թե իրանց մեջ կաղ մարդ կար, ծնված մեծացած գիտեին, հետի մոր որվայինից կաղա, խոսքի ժամանակ ասում է տեսավ հետաքրքիր է, այդ բանը աչքերը որտից Պողոսին որ տեսավ, ինչ տեսավ, ոնց տեսավ, որ այս մարդը բժշկվելու համար հավատք ունի, Հիսուս Քրիստոսի հանով հանեց ոտի, իսկույն գլխի ընկան, էսի Զևսն է, այնի Հերմեսն է, ուզեցան ցուլերը բերեն, զոհաբերություն անեն, շորերը ճղին մտան ժողովրդի մեջ, հաջորդ օրը այդ երկու աստվածներին, որոնց երեք ուզում են բանանեն, զոհաբերություն անեն, հանին քաղաքից դուրս թե կտաս, ասենք ուղեղը ուր է ձեր, եթե սաղ սուտ են ասում, բայց հրաշքը ոնց արին, ձեր գաղափար ուր է, ժողովուրդ, եթե ստությունով մարդու ոտ են անում, ասենք տարական այդ չարախոսությունը, որ լսում ես, կարծես են տարական ողջամտությունն էլ է քո կյանքից գնում, ու այս առաքյալը Կորինթացիներին մխիթարում է այն պրոցեսներով, որի միջով ինքն է անցնում, այն մխիթարությունով, որը ինքն է երկնքից ստանում, ինչով Տերը իրան է մխիթարում, ինքը նույնով Կորինթացիների հետ կիսում է, որոնց հավատքի մեջ ծնել էր։ Ասում է, այս պատճառով չենք վհատիր, թեպետ այս մեր դրսի մարդը ապականվի, սակայն մեր ներսի մարդը օրեօր պիտի նորոգվի։ Ինչքան մեր դրսի մարդը շուտ ապականվի, այդքան մենք հոգևոր ենք։ Ինչքան ներսի մարդը նորոգվում է, դրսինի արարքները ապականվելով քո կյանքից հեռանում է, նորինը առաջ է գալի։ Տեսել եք, չէ՞, մի հատ այսքան փուճուր ծիլ բետոնը տրաքսերը հելել է։ Ասում ես, նայում ես բետոնի հաստությունը, ես բանը տեսել եմ։ 5-10 սանտիմանոց բետոն տրաքսերել է, բարակ, մազից մի քիչ հաստ մի հատ բույս է հելել։ Գիտեք, չէ՞ ոնց ածակ է։ Ջրի ուժը ցողունների մեջ հասնում է ատմոսֆերի, 400 ատմոսֆերի, բետոնը տալի տրաքցնում է։ Ասում են պաժարի շլանգի մեջ, պաժարների շլանգների մեջ, որ 9-րդ հարկ խփում է բանը, ստրույան, ընդամենը 4 ատմոսֆերա։ Այդ բույսի մեջի ջրի, ցողունների ջրի ճնշումը 400 աստիճան է, 4 չէ 400։ Դրա համար բետոնը տրաքցնում է։
Եթե հավիտենական կյանքի զորությունը իմ մեջ այդ զորությունը կա, լուբոյ ադամական բնության բետոն տրակցնելու է։ Ճեղքելու հելնելու ես։ Սկզբից ներքև արմատով գտնես ջուրը, այն ծառը, որ ջուրը գտավ արմատներով, այնի անձրևից կախված չի։ Անձրև կա, չկա, իր արմատը ջրի մեջ է։ Ընդից կաչա տանում։ Անապատում բույսեր կան, 50 աստիճան, 55 ինքը կանանչա։ Փորել են գիտնականները, արմատ են տեսել 13 մետր, արմատ են տեսել 30 մետր, վերջի կես մետրը, մի մետրը ջրի մեջ է։ Դրա համար ինքը կանանչա։ Ինչ իրավիճակում հայտնվես, որտեղ օրհնություն չկա, դու անձրևից կախված չես։ Դա մի ընդհանուր բան է անձրևը, կախված չես, քո արմատը ջրի մեջ է։ Վասնզի մեր վարքյանական այստեղը բանը ռուսերենում մի քիչ թույլոտ է գրած, էլի հայերենում ավելի ճոխ է գրած։ Այս մեր 70 տարին ժողովուրդ 80 հավիտենության կտրվածքով վարքյան է ասում։ Պողոս ասում է վարքյան։ 70 վարքյան ես ապրել երկրի վրա, 80 վարքյան ես ապրել, 65 վարքյան ես ապրել, վարքյանական նեղությունները։ Այս մեր վարքյանական թեթև իր դարաշրջանը գնում էր նեյրոնի առույցների գուբը, էթում էր բանը կրակներով իր այգում ձգում էին հավատացյալների կապում վառում էին, Պողոսը էսի անվանում է վարքյանական թեթև նեղություն։ Ու տեսեք Կորինթացիներին, երբ որ հինը քայքայվում է, նորը նորոգվում է, սրանց հետո ինչ ասում, ասում ես մեր վարքյանական թեթև նեղությունը, այդ տեսակներին Աստված մտցնում է նեղության մեջ, թեթև նեղությունը ավելի ու ավելի հավիտենական փառքի գերազանցությունը պիտի ներգործե։ Ռուսերեն ասում է ազատ, չէ, կներեք, անսահման առատապես փառք առաջացնում մեր մեջ։ Յուրաքանչյուր նեղության մեջ, որ քրիստոնյան մտավ, Տերը թույլ տվեց, գիտենք, առանց Տիրոջ թույլտվության ոչինչ չի կարող լինի մեր կյանքում։ Այս վարքյանական թեթև նեղությունները առաջացնում է հավիտենական փառքի գերազանցություն ասում է։ Այսինքն ավելի գերազանց փառք ես ունենում, քան նախկին ունեցել ես։ Ստեղ այդ փառքը, ասում է շատ որդիներին փառք բերելով, էդի հո մայից հետո չպետք է մտնենք փառքի մեջ։ Մենք ստե պետք է փառավոր ժողովուրդ լինենք։ Մեզ պետք է տենան ու զգան տարբերությունը։ Մովսես ասուն ասեց, Տերը ավելի ճիշտ ասեց, չեմ գալու ձեր հետ։ Մովսես ասեց, եթե չես գալի, ոչ էլ հանմես։ Ժողովուրդ հասկանում եք ինչ է կատարում։ Մովսեսի համար նպատակը չի կարևորը։ Միակ տեղն է, որ կարևորը միջոցն է։ Եթե դու չես գալի մեր հետ, ոչ էլ մեզ այդ ավետած երկիրը պետք է։ Այսօր գիտեք ոնց է հնչում։ Ոնց որ ինձ Երևանից զանգեն, ասեն Աշոտ աղբեր արի, քեզ 200 քառակուսյանոց ուզում ենք բան նվեր տանք մի հատ նորակառույցի մեջ, տուն կվարտիրա, ասեմ Խորեն ջան կգաս հետս, ասում է չէ, դե որ չես գալի ինձի պետք չէ կվարտիրան։ Կա այսօր տենց մարդ որ ասենք տենց բան կանի։ Մարդ Խորեն ջան մի արի, Աստված օրհնի քեզ, ես գնացի իմ տան հետևից։ Կամ Մասիվի սալոնի զանգին Աշոտ աղբեր արի, այս վերջի գելեն վագեներից ենք ստացել 26 թիվ 300,000 եվրո հետ ավտոն արի, քեզ մի հատ նվեր ենք տալի։ Ասում եմ Խորեն ջան գաս հետը, չէ, ասում է հավես չունեմ։ Ասում եմ դե չէ, ինձ պետք չէ դիաշիկը։ Կա տենց բան։ Ժորժ ջան, Մովսեսը տենց ասեց։ Ասեց, եթե դու ինձ չես տանում ավետած երկիր, այսինքն ես քո հետ եմ ուզում գամ։ Դու գնաս մեր հետ, մեզի պետք չէ ավետած երկիրը։ Մնում ենք ստե անապատում։ Որտև քո ողորմությունը կյանքից աղեկ է։ Զարմանում ես, այս Մովսեսը ոնց էր կապված Տիրոջ հետ։ Ասեց մեզ դու ես պետք, որտև եթե դու մեր հետ եկար, մենք ամենափառավոր ազգը կլինենք, ամենափառավոր ժողովուրդը կլինենք, որտև մեր հետ Աստված է։ Մեր փառքի գաղտնիքը, որ մեր հետ Հիսուսն է։ Դրա համար
Հյուսիսային Կորեան 80 տարի այսօր ոչ մի հավատացյալի վրա չի կարում։ Ասում են ընդամենը ընդունի, որ Հիսուսը Աստված չի, բանտից հելնում ես։ 3-4 սերունդով տառապանքների մեջ նստած են։ Կիմերսենի օրոք եղբորներ նստացրեք, Կիմչենիրի օրոք տղենացվե, Կիմչենինի օրոք թորնացվե։ 3-4 սերունդում գաղութում մեծացել են։ Կոկա-կոլա չգիտեն ինչա, ջինս չգիտեն ինչա, ծամոն չգիտեն ինչա, ոչ մեզ երկրավոր բարիքներ չգիտեն ինչա։ Այս որտից գիտեմ, հովիվեր ինձ այցել է Հարավային Կորեայից, որը Ռոզիսկի մեջ էր Հյուսիսային Կորեայում, 30 հատ խոտ կաներ ընդ մենակ։ Ինքը սաղ պատմեց էդի։ Ասում է Հյուսիսային Կորեացի հավատացյալը 16 ժամ աշխատում առանց պերերևի, առանց ընդմիջ, 16 ժամ, 8 ժամ էլ քնում է։ Ասում են այդ ռոբոտերներ հիմա խփել էր մատորը։ Ու ընթացքում եթե գաղութից դուրս են հանում, ինչ որ առաջադրանք են տալի բան, անենց է դասավորում ծառի թփերի տակ միտեղ երկարան ունի, երկարանը բացում, կարդում, ուրախանում է։ Երկարանով ուրախանում է ժողովուրդ։ Այսօր Սաղիստունը երկարան կա, չէ՞։ Հետաքրքիր ինքը մեզ ուրախացնում է։ Երգում է, հոգին իջնում է։ Ծառի թփի տակ գիտի որտե քանի կտոր ավետարանա պահե։ Հանում կարդում, զորանում, պահում գալիս է։ Ժամանակն էլ ինձ է հաշարկում, որ չջոգեն։ Ինքը կամ անտառում երգել է, կամ կարդացել է։ Ոստե Պողոս առաքյալը ասում է, ինչ պայման կա։ Ասում է, հավիտենական փառքի գերազանցությունը մեր մեջ ներգործում է, Տերն է ներգործում, այս նեղությունների մեջ Աստծո նպատակը մեզի մտցնի փառքի մեջ։ Ոնց, բայց պայման կա մեր կողմից, մենք դա պետք է կատարենք։ Հայրում ասում է, ուստի մենք երևցած բաներին չնայենք, հապա չերևցածներին, քանզի երևցած բաները ժամանակավոր են, բայց չերևցածները հավիտենական։ Ռուսերեն գիտեք ոնց է գրած այստեղ, ասում է, վասնզի մեր վարքյանական թեթև նեղությունը ավելի ու ավելի հավիտենական փառքի գերազանցություն պիտի ներգործի, երբ որ ոչ թե ուստի, երբ որ մենք երևցած բաներին չնայենք, հապա չերևցածներին։ Պայման կա, երբ որ ընկնում ես նեղության մեջ, տառապանքի մեջ, առավոտ քնից ելար տեսար ավտո չկա։ Առաջի դարի քրիստոնյաները պաշտամունքից եկան տուն, տեսան տները վառած է, հափշտակած թալանած է։ Այս երկրավոր երևցած աշխարհում քեզի նեղություն պատահեց։ Ու երբ որ այդ նեղության մեջ երևցած բաներին չես նայում, որտեղ երևցածների մեջ դու տուժեցիր, տանուլ տվեցիր, հարստահարեցին քեզ, կողոպտեցին, քցին եւ այլն, չտվին, խափին։ Հետաքրքիր է, ստեղ տուժեցիր, իսկ հոգևորում ինչ ձեռք բերեցիր։ Թե մեր ուշք ու միտքը մենակ ինչ երկրավոր կյանքում կորցրեցինք։ Ասում է, բայ այդ պահին չերևցածի մեջ դու բան ձեռք բերեցիր։ Տառապանքը դուրս է գալի այն պրոցեսն է, այն հատվածն է, որտեղ դու մտար, այդտեղից երևցած աշխարհից մտնում ես աներևույթ աշխարհ, չերևացող, ու էսի քեզանից է կախված, կմտնես թե չես մտնի։ Կարաս առավոտից իրիկոն ափսոսաս էս ինչ հարեցին, ինչի վստահեցի, թալանվեցի, կորցրեցի, ու կարաս այդ պահին ասում փառք տաս, ասես Տեր կարաս աչքերս բացես, մի հատ տենամ բա հոգևորում ինչ ձեռք բերեցի։ Ժորդ այս նեղությունը տառապանքը այդ հատվածն է, որտեղ քրիստոնյան մտնելով կամ բողոքելու է, տրտնջալու է, մինչև կյանքի վերջ պատմելու է, կամ հնարավորություն է մտնես աներևույթ աշխարհ, անտեսանելի աշխարհ, ու ընդեղ տենաս, ընդեղ ինչ ձեռք բերեցիր, ընդեղ ինչ է սպասվում քեզ, ու ինչ որ ընդեղ կա, էդի այս երկրավոր կյանքում իջնում է քո կյանք։ Ասում է ինչ հայրը ինձ կտա, ինձ կգա։ Տալիս է երկնքում, երկրի վրա գալիս է քեզ։ Եթե երկնքում քեզ ոչինչ չի տվել, այսօր երկրի վրա քեզ ի՞նչ է գալու։ Ոչ մի բան։
Սատանի աչքերը չի սարը քեզի լավություն անի։ Այնի օրը գիշեր մտածում ոնց քեզի խորտակի։ Ոնց քեզ ոչնչացնի։ Ինչեն մարդու թշնամիները իր տնեցիկ, որտեղ տնեցիկի համար ինքը պատրաստ ամեն ինչ անի, դրանք ամենահարազատ մարդիկ են։ Այդ հարազատ մարդիկ էլ սուրը մցնել են սիրտդ։ Դու պաշտպանված ես քո կնոջից, դու պաշտպանված ես քո ամուսնուց, քո երեխեքից, աներզոնքաչ, հարսփեսա, դու պաշտպանված ես։ Ով է զինված տուն մտնում։ Սաղ զինված տնից դուրս են գալի։ Իսկ տուն մտնելուց սաղավարտը հանած թրի վրա դրած սպարազինուսը вообще սետկի մեջ մտնում ես ու մի հատ եկահոշարին մտցնում են տունը ջիգարետ։ Մտար մի հատ մունատ, մի հատ զունատ ու Արամ Խաչատրյանով սուսերով բարը կարող է սկսի։ Չէր կարծում, որ քեզի տունը կարող է խոցել։ Դու դսից ես պաշտպանված։ Դավիթ ասում է, ինձի թշնամին չի հալածում, ես էդի կտանեի։ Ինձի փղշտացին չի նախատում, ես էդի ինձ ով անում, ով խոցեց Դավիթին, որից ինքը չէր սպասում։ Ինքը մոտիկից պաշտպանված չէր։ Չեմ կարծում Անդրանիկ աղբերի մա խորենից պաշտպանված լինի։ Բայց եթե հակառակորդը խորենին բռնեց, մի հատ այսքան սուր կմցնի Վարդանյանի ջիգարը։ Բա, Ռոջան, եկեղեցիները տենց կիսեցին։ Գիտեք ինչ եղավ։ Մի հատ քույրիկ փետրվար ամիսն է դեպի Գարունա գնում, շուբա նայում։ Երկու սարկավակ մոտենում են, ասում են հավանում ես, ասում հա, հավանում եմ։ Եղբայրն ասում մենք քեզի կառնենք էդի։ Վայ, ասում է շուբինձի կառնենք, քանի $1000 է։ Ասում հա կառնենք քուրջան քեզ էսի։ Դա պետքա տիրոջ գործի համար։ Տիրոջ գործի համար, ասենք ինչ հոգի պետք է լինի, չէ՞ որ հավատա էդի։ Ոնց որ ուտի էդի։ Ասում բայց դու պիտի մի հատ տիրոջ գործի համար բան անես, ինչ։ Ասում պիտի հելնես երեցի դեմ վկայություն։ Վայ, եղբայր, ինչ ես ասում, քուրիկ ջան։ Երեցը խանգարում է, որ տիրոջ ալիքները, օրդությունը, գործողությունը գնա։ Հակոբն էլ խափեց, բայց տես Տերը օրհնեց։ Կալ մեջ են անում քույրիկին էս ուղեղը։ Շուբ առնում տալիս են էս քույրիկին։ Այս քույրիկը Կիրակի օրը հելնում, ասում որ հովիվ հետ մեղքի մեջ ա եղել։ Ակակ վդում ալի։ Մեղքի մեջ ա եղել։ Իսկ հովիվին Տերը բացում, ասում կրակոտ փորձություն ես անցելու ամիսներ առաջ։ Կրակի միջով ես անցնելու, ասեց։ Կրակը ուժեղ է լինելու, հալածնելու եմ քեզ լրիվ։ Բայց հավատարի մնա ինձ։ Այդ կրակի մեջ ես քեզ կհանեմ։ Եղբայրն ասում ինչ կրակ ալնելու, ինչ կրակ։ Հելնում քույրիկը վկայություն է տալի։ Չեն նայում, որ մի հոգու վկայությունը անբավարար է։ Դադարացնում են հովիվին։ Երկու սարկավակներ եկեղեցին խարիզմատիա են տանում, փող են ստացել, արևմուտքից պիտի մուծվեն, պիտի անեն զակազները կատարեն։ Աննկատ եկեղեցին թեքում են, այս եղբայրը դադարացված, հետևը նստած։ Փետրվարից նստում եմ մինչև երևի հոկտեմբեր։ Ինչքան անում, շատ էլի 6 ամսից երևի շատ։ Կես տարի, ով գնում գալի, վերջը, սաղի բանը փոխվում եղբոր հանդեպ։ Սիրտ ես տվե, ու այդ սրտի վրով քայլում են։ Աշունը քույրիկը շուբը հագնում է։ Շուբը հագնում է, ուսերը վառում է։ Չի կարում հագնի, զարմանում է, բացում, նայում, աստառը բան։ Նորից է հագնում, անենց է վառում, որ հանում է, գցում այդ շուբը վրից։ Չի հասկանում ինչա կատարվում։ Տերը խոսում է հետը։ Ասում է, այս որ հիմա է քեզ սենց վառում է շուբը, դու մտածում ես քեզ ինչ է սպասվում։ Աշնան վկայությանը համար, որ սուտ վկայություն տվեր իմ ծառայի դեմ։ Անենց վախ հայչնում ես քույրիկի վրա, փշրվում ես քույրիկը, Տերը խոսում է այդ քույրիկի հետ։ Այդ կույր
գերենգած արծաթասեր անոթի հետ։ Այս քույրիկը քիրակի օրը այդ շուբը վերցնում է, բերում է, շպրտում է սարգսակների ոտերի մոտ, ու սաղ եկեղեցուն ճշմարտությունը ասում է։ 180 աստիճան ամեն ինչ փոխվում է, դժվարությամբ են հավատում, ասում է, բա հելար տենց բան ասիր, ասում է, այս շուբի համար եմ ասել, այս շուբը ուսերս վառում է ժորդ, ես դժոխք եմ գնում, ես չեմ ուզում դժոխք գնամ, անդից պրծում չկա, Տեր ասեց, եթե հիմա է քեզ սենց վառում, անդեղ քեզ ինչ է սպասվում։ Տիրոջ գործողություններ, եղբայրը բան չէր կարող անել։ Երկու սարգսակներին արդեն պատկերացրեք։ Իրանք եկեղեցուց հեռանում են։ Գնում են աշխարհ։ Ուզում էին Աստծո գառներին հետները տանեին աշխարհ, Տերը չթողեց։ Եկեղեցու Տերով է, բարի հովիվով է։ Ժորժ ջան, Հիսուսն է։ Մենք այսօր ստեղ հավաքվել ենք, որ լսենք հոգին ինչ ասում եկեղեցիներին։ Ես էլ եմ այսօր եկել լսեմ, հոգին ինչ ասում եկեղեցիներին։ Ու եթե ես այսօր այդ ականջուն եմ, ես դա կլսեմ։ Կլսեմ, որ տառապանքը այդ այն հատվածն է, եթե ես մտա նեղությունների մեջ, ու երբ որ երևցած բաներին չնայեմ, ապա չերևցածներին, քանի որ երևցած բաները ժամանակավոր են, իսկ չերևացածները հավիտենական, առատ ու անչափ փառք լցվելու է իմ կյանք, գալու է իմ ընտանիք, գալու է իմ երեխեքին։ Քաղեբն ու Հեսուն անապատում սենց ձեռք բերեցին ուրիշ հոգի, որ Տերը ասում է 603,550 զինվորից սերունդ եմ ասում, Քաղեբի Հեսուի, գիրքը տալիս է 603,000, այդ մարդը համարը Մովսես արեց, Աստված ասեց հաշվի միած զինվորներին, 603,550 հոգուց 603,548 հոգին չմտան, մտան 2 հոգի, ովքեր նեղությունների, տառապանքների մեջ երևցած բաներին չեն նայում, երևցածի մեջ իրանք կորցրեցին, տանուլ տվեցին, առաջի դարի քրիստոնյաներին սատանեն հափշտակեց սաղ ունեցվածքը, ասում է Եբրայեցիս գիրքը, թուղթը, հափշտակեց, կորցրեց, մորթեցին երեխեքին, բայց երկինքը բացվեց իրանց կյանքում։ Եղիսեն առավոտ քնից հելավ, ծառան վազելով եկավ, ասեց Դամասկոսի ասորիները շրջապատել են մեզ, եթե նրանք են ովքեր եղունգ են պոկում հանում, էդի թուրքերի չի սկսե։ Հղի կնոջ փորն են բացում, երեխուն թրով հանում են, տենան աղջիկա թե տղա ով կրեց կրվավ գրազը, արդեն պատկերացրա մեզ ինչ կանեն։ Ես այդ բան չգիտեմ, Եղիսեն ինչ որ բան արեց, որ էդի տենա, թե ինքը դոստուպ ուներ դրան, իրան բան պետք չէր անել, ինքը մինչև էր արե։ Բայց իր աչքերը իրականության համար բաց էր հոգևոր։ Ինք մի հատ հայացք գցեց սարին, տեսավ հրեղեն կարգերի գունդը, եկել է բոցեղեն ու պտտվում է։ Մի հրեշտակ 185,000 հոգի մարդ մերցրեց գիշերը Սենակերեմի զորքից։ Այդքան գունդերը ինչ էին եկել։ Որ բանաներ, Եղիսեն արխային ելներ, անհոգելներ։ Ու մարգարեն ասեց մի վախեցի, նրանք ովքեր մեր դեմ են, նրանք ովքեր մեր հետ են, ավելի շատ են, քան նրանք ովքեր մեր դեմ են։ Եթե ծառայի աչքերը չբացվեց, պապին անլուրջ մարդու տպարություն է թողում, վախից գալության նցաներ է տենում, աչքերին բաներ է երևում, բայց ասեց Տեր բաց արա ծառայի աչքերը բացվեց, երեց ծառայի բերան էլ բացվեց, մենակ աչքերը չէ, այդքան հրեշտակների գունդ, դե դու նստինայի բալեսից ես գնացի ծառայության, այսինքն նեղ պահին զորք եկել է մարդու հետևից, քո հոգևոր աչքերը բացվում է, դու հոգևոր իրականությունն ես տենում։ Ու հոգևոր իրականության մեջ գիտեք ճշմարտությունը որն է, այն չի, որը երևցած աշխարհում է։ Այն ինֆորմացիան, որը չերևցած աշխարհից եկավ, այդ էր իրականը։ Երկրավոր որ նայում ես վտանգի մեջ Եղիսենա եւ ծառան։ Հոգևոր իրականության մեջ որ նայում ես վտանգի մեջ Դամասկոսի ասորիներն են, պապին ապահովա։ Ժորդ իրավիճակներն են չի ոնց որ մենք տենում ենք, անենցա ոնց որ չենք տենում։ Նենց ոնց որ երևույթ աշխարհում է, բայց ընդեղի համար էլ աչքեր պետք է ունենանք, որ տենանք էդի։ Ոնց է իրավիճակները։ Ուրացումը Պետրոսի, բայց իրականում Պետրոսը գնում էր Պենտեկոստե, գիտեք։ Հիսուս ասեց սատանեն, էլի ռուսերենով եմ ասում է Սիմոն, Սատանեն խնդրեց,
խնդրեց, բան չի, չէ, ինչա հայերենում։ Փնտրեց։ Ռուսերեն ասում է խնդրեց Խորեն ջան։ Խնդրեց, քեզ խարբալի, ումից խնդրեց։ Հորից, Աստծուց, ու Աստված չմերժեց, ասեց վերցրա։ Քոնը քեզ, իմը ինձ։ Սիմոնի մեջ բաժին ունես դու։ Սիմոնին վերցրա, բանին թող, Պետրոսին թող, իմնա Պետրոսը։ Պետրոսը իմնա, Սիմոնը քոննա։ Սիմոնը խորհրդանշում էր հին մարդուն։ Պետրոսը նոր։ Հիսուսը եկեղեցին ում վրա սարքեց, Պետրոսի, ոչ թե Սիմոնի։ Բայց Սիմոնը կա։ Սիմոնը կարա թուրը վեկալի, օնենց դուխավի կա, որ հարցակվի հռոմեական կագորտայի վրա, ինքը ընդամենը ձգնորս։ Ու չնայեն դե ինչ կարան անեն, թե բիլակ ուներ, թե դուխ ուներ, բայց հիշի Պետրոս ճանապարհը ես եմ, ճանապարհ չկա, ես եմ ճանապարհը ճշմարտություն, ճամփեն չկա, ուր ես գնում բալես, իմ հույսը այդ քո երկար ժանգոտած թրի վրա է, գրքերը ոնց պետք է կատարվի, հագեր այդ գաղափարը, որ Տերը պետք է մեռներ եւ հարություն առներ, դրա համար երկրավորի մեջ Սիմոն Սատանան խնդրեց քեզ խարբալի ու չի ասում ես աղոտ կարի որ քո հետ չմնի ես աղոտ կարի որ հավատքը չպակասի խարբալվելու ես դու բայց երբ որ դարձի գաս ինքը պետք է դարձի գար ինքը այն աստիճանի կոտրված անձնավորություն էր որ իր երկրավոր սխալները Աստծո հավիտենական ծրագրի վրա չէին ազդի իր կանչվածություն առանց պայմանի էր Եվ Տերը ինքը իրան ասեց, որ դու ինձի բան կանես, կուրանաս, 2 անգամ Պետրոս, այսքան ակաղաղը չի բանը, հասցեն 2 անգամ, դու արդեն 3 անգամ ինձ այնց կուրանաս, իրականում Պետրոս առաքյալը գնում էր դեպի Պենտեկոստ է ժողովուրդ, երկնքի արքայության բանալիներ իրան էր տրված, վեմը ինքն էր, ու այդ վեմի վրա, այսքան առաջի ավետարանի խոսքը թե հեթանոսներին, թե հրյաներին, Պետրոս առաքյալի միջոցով եղել իր անկումը չխանգարեց, ճիշտ հակառակ հին մարդուց ինքը սկսեց ազատվել, Սիմոնը կյանքից գնում էր, Պետրոսը հաստատվում էր, Տերը օրհնի ձեզ, դուք էլ այսօր ձեր նեղությունների, դժվարությունների մեջ ընտրություն ունեք, նայեք երկինք, անտեսանելի աշխարհ ասես Տեր բաց արա իմ աչքերը, լցրա ինձ հոգով, առաջնորդություն տուրին, Սուրբ Հոգու վկայությունը թող հաստատվի իմ մեջ, թող ես երկրավորում պարտվեմ, բայց հոգևորում հաղթած դուրս գամ, որտև այն ինչ դու կորցնում ես ժամանակավոր է, ինչ ձեռք ես բերում հավիտենական է ժողովուրդ, հավիտենական է, հավատացյալները, որոնք հոգու վկայություն են ունեցել, հավատացյալները, որոնք Սուրբ Հոգով լեցված են եղել, որտեղ գցել են իրան, նույնիսկ պատերազմի դաշտում, բացահայտ զորքը տեսել է, որ Աստված իր հետ է ու եթե տեսան Աստված քո հետ է, իրան կգան այդ Աստծուն։ Տերը ասեց, երբ որ ես բարձրանամ, սաղին կձգեմ, կքաշեմ։ Եթե դու քո կյանքում կարում ես Քրիստոսին բարձրացնես, սաղ կձգվեն այդ Քրիստոսին։ Ու դու ընդամենը անպիտան անոթ։ Տերը օրհնի ձեզ։